Վրաստանում տեղի ունեցավ գրեթե նախատեպը չունեցող նախագահական ընտրություններ, որի արդյունքում Վրաստանի պետության ղեկավար հանրապետության նախագահ ընտրվեց Իվանիշվիլու վրացական երազանք կոալիցիայի ներկայացուցիչը Գեորգի Մարգվելաշվիլին։ Այս վերջին 1 տարին, որ երկիշխանության մթնոլորտում էր ապրում Վրաստանը, այլևս վերածվել է, այսինքն ձեռքները ազատ է ղեկավարող քաղաքական ուժի եւ բոլոր նախընտրական խոստումները կարող են իրականություն դառնալ, այդ թվում այն խոստումները, որը վերաբերում է վիրահայությանը, ջավախայությանը, ջավախքին։ Պետք է խոստովանեմ, որ Մարգվելաշվիլին մեզ համար նախընտրելի տեխնացու էր։ Այո, հաշվի առնելով նաև այն կարծիքները, որ կան թե ռուսամետության առումով եւ Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու առումով։ Ինքներդ գիտեք, որ մենք ցանկություն ենք հայտնել անդամագրվել Մաքսայի միությանը, այսինքն Ռուսաստանի հետ դեռ ճանապարհ ունենք անցնելու եւ անխոս մեզ համար նախընտրելի է, որ գրեթե կես միլիոնանոց հայ համայնք ունենալով հարևան երկրում Վրաստանում տվյալ պետությունը նույնպես իր քաղաքական, տնտեսական ուղին կանխորոշի այնպես, ինչպես Հայաստանն է։ Բնականաբար այդ ֆոնի վրա հայ-վրացական հարաբերությունները ավելի են ջերմանալու եւ որ կյանքի ճանապարհ կարելի անվանել Աբխազիայի երկաթուղու վերագործարկումը, այդ հեռանկարը կարծում եմ շատ հետաքրքիր, լավ եւ դրական ապագա է կանխորոշում Հայաստանի տնտեսական զարգացման համար։ Իհարկե, Սահակաշվիլու օրոք որոշ տնտեսական սոցիալական խնդիրներ իրենց լուծումներն ստացան, այնուհանդերձ կրթամշակութային ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք կապված ջավախքի հետ։ Ես առաջին հերթին ամենամեծ խնդիրը համարում եմ հայերենի դասաժամերի չկրճատելը եւ վերականգնելը, հայոց պատմության դասավանդումը, քիմիան, ֆիզիկան եւ այլ ճշգրիտ առարկաներ, նրանք ասենք ազգային պատկանելություն չունեն, ինչ խոսք ցանկալի է, որ Հայաստանում տպվի, Հայաստանից ուղարկվեն նաև այդ դասագրքերը, որովհետև թարգմանության մեջ ես չեմ կարծում, որ ասենք քիմիայի որևէ ֆորմուլա վրացերեն թարգմանությամբ այլ տեսք ունենա կամ Հայաստանում։ Ես հայագիտության վերաբերող խնդիրն եմ կարևորագույնը համարում, ինչ խոսք սոցիալական խնդիրները նույնպես կարևոր են։ Այսօր եւ գուցե ոչ այսօր այնքան ժամանակին մեծ արտահոսք տեղի ունեցավ ջավախքից, ճիշտ է, եւ սոցիալական խնդիրների լուծումը նույնպես կարևոր է։ Եթե մենք այլևս չենք ունենալու ջավախքում Վրաստանում հայ ազգաբնակություն, մնացյալ այդ խնդիրները արդեն իրենց նպատակին չեն ծառայի։ Ես շատ կարևորում եմ նաև սոցիալական խնդիրների լուծումը եւ աշխատատեղերի ստեղծումը։ Իսկ հայապահպանության հետ կապված թերևս ամենակարևորներից մեկը հայ գրականության դասավանդումն է, հայեցի դաստիարակությունը, հայ մանուկների, հայ երեխաների, որ մշտապես ջավախքը եւ վիրահայությունը մեր ազգային մտավոր զարկերակին իրենց նշանավոր ձեռքբերումներն են ունեցել։